Մեծ հույսեր եմ կապում, ես վստահ եմ, որ Արցախի հայկական լինելը վերականգնվելու է, որովհետև իրական Արցախի օդը, իրական Արցախի հողը մենակ հայն է դեղ կարում վայելի, թուրքը չի կարա, օտար հողում թուրքը չի կարա, իրանք էլ են դա գիտակցում, այսօր Ալիևը ինչի է շուտ դրա մասին խոսում, Ադրբեջանը ինչու է շուտ բարձրանում, տիրապետում ես Արցախին, խիստ շարունակական բանանում, որ Արցախի հարցը փակվի, կամ Արցախի անուն մտավախություն ունի, չէ՞, այդ մտավախությունը որտեղից է գալիս, որովհետև ինքը չի տեր է այդ հողին, ինքը չի տեր է այդ տարածքին, այն մտավախությունը իրենց դրանով է գալիս։ Նմանատիպ իրավիճակներ մեր պատմության մեջ շատ է եղել։ Ես հաշվի առնենք 90-ական թվականների 78 թվականի շարժման հետ կապված, այն ժամանակ էլ ենք մենք գտնվել շատ ծանր իրավիճակում, այն ժամանակ էլ են ընդհանրապես Արցախի մեծամասնությունը եղել է թուրքերի տիրապետության տակ, այդ հարձակումների ուժի հավասարություն չկար այս մեկումից, բայց հետո ծնվեցին չէ առաջնորդներ, հետո ծնվեցին չէ ղեկավարներ, որոնք կարողացան ազգը համախմբել, որոնք կարողացան այդ համախմբման բանով արդյունքների հիման վրա ազատագրեն Արցախը, բացի ազատագրելուց էլ վերականգնեն Արցախի հայկական լինելը ամբողջովին ու ժողովուրդը, որ ասում են դրանից հետո էլ հագին ժամանակ էլ տասնյակ տարիներ մինչև սրանց իշխանության գալը ինքնորոշված անկախ ապրում էր։ Ուրեմն ունենք այդ հնարավորությունը։ Մի հարցը, որ լուծում է ուժով, ուրեմն այդ հարցի լուծումը դա չի։ Մի վախեք Արցախ բառից։ Արցախ բառը հպարտություն է, դա բանի առիթ չի, որ ասում են վախի մթնոլորտ չի, դա հպարտության առիթ է, որովհետև դուք եթե ամեն տեղ բարձրաձայնելով Արցախը, բարձրացնելով Արցախի ժողովրդի իրավունքները, բարձրաձայնելով ամենօրյա ռեժիմում բոլոր զոհվածներին խոնարհվում եք իրենց առաջ, ուրեմն դուք իրավունք չունեք Արցախի մասին քիչ խոսելու կամ ինչ որ խոսույթ ասեն ժամանակը գա չէ, եթե դուք այսօր Արցախից չխոսեք, վաղը չեք կարալու խոսել։ Վաղը դա չի աշխատելու, չի ընդունվելու։ Միանգամից չէին կարող Արցախը հանձնեին, էտապներով են հանձնել։ Մի պատերազմ, եթե պարտություն եք կրել, երկրորդ պատերազմում պիտի հաշվի առնեինք այն առաջվա սխալները, բաստողումները, երրորդ պատերազմում գոնե խոսքի կամ հաղթող կողմ լինեք, կամ գաք մի հատ համաձայնության, կամ մի հատ պայմանավորվածության, որ Արցախի այն հնարավորությունները կար այն ժամանակ, որ կարայինք մենք Արցախը հայկական պահեինք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։